Ողջույն։ Ողջույն։ Գայ պողոտայի վրա ձուն է գալիս 29 դեկտեմբերի։ Այո, 29-ը։ Դե 31-ին հաստատ կգա։ Հա, մինչև 31-ը ձուն էր ցույց տալիս։ Հա։ Հետո չգիտեմ։ Չնայած մի 20 օր առաջ մեզ խոստացել էին, որ հունվարի մինչև կեսը չորա լինելու։ Եղանակը արևոտ, իսկ հետո փոխեցին, որ ցիկլոն է գալիս։ 5-23-ը -3 աստիճան է։ Բայց ինչի՞ մեր մոտ 1.6 էր ցույց տալիս։ Մեր մոտ 4-րդ հարգում է։ Հա, ուզում եմ ասեմ, մեր ջերմաչափը գրում է, ոչ թե ցույց է տալիս, так что это 6-7 ցույց է տալիս, այնց չի որ։ Հա, Գծերով է։ 10-րդականների մասին ես ասում։ Այո։ Կա տենց բան։ Դե ասեք, հայր, աչից ինչ փողոց է մտնում Գայի պողոտը։ Ասեմ։ Չիմանական այդ ենք հարցնեմ։ Ոնց գիտես։ Բա ո՞նց։ Ապրես։ Չեմ ասում։ Չեմ ասում։ Վիճայի վերջում կասես։ Ահա, դանդաղ եմ գնում, դե կարթը։ Հյուրանոցի Այ այնտեղ է գրած։ Էսա Պալմա Պալաս։ Պալմա։ Բայց ոչ մի հատ պալմա չունեն։ Այդ նուշը Ես ստեղ էր։ նոշի ծառներ հա սիրում ուտել։ Այդտեղ էր նուշը Այո։ ծառը։ Իսկ ես ինչա։ Ես Green Palace։ Մենք Պալմայում էինք, հա։ Այո։ Բա մի հատ էլ Էս էլ այդ բանն է, էլի, Ամիրը։ Ամիրը, հա, այդ է ուզում ասել։ 3 հատ են, հա, պաստորում։ Այո։ Շեդևրները։ Միջալուց Ձախ կողմն էլ մի հատ շեդևրան սարքում, բայց ինչա չգիտենք հլա։ մի անգամ շուտ էր։ կառույցա։ Բանը ասեց դիմացի մայթում սաս են սարքում, ես տենց է տեղը չբերեցի, այդ որն է։ Այն վերևները չկար, առնի։ Դες տեղը ինչ Մենակ այդ մի տեղն է, հիմա կառուցվում։ Դե կարող է դա։ Այդ բանը ասեցիր, նուշը ասեցինք, հիշեցի, բնաց հետաքրքիր բան էի նայում Վան Գոգի կյանքից, դե սաղ կյանք եղբայրներ չէ իրան պահում Այո։ Վան Գոգին, Լեո, չէ։ Տեո, հա։ Տեոն էր պահում ու շատ սիրում էր Վան Գոգին։ Հետո ինչքան փող աշխատում էր, սաղ Վան Գոգի վրա էր ծախսում։ Պաստորեն Տեոն չլներ, Վան Գոգը կարողա չլներ նույնիսկ էլ։ Հա, էլի, ամենաբախտավորն է այդ պլիադայից, չէ։ Ինչ տեսակետից։ Ապահովության տեսակետից է։ Դե չգիտեմ Չէ, այնտեղ պլիադը։ Մոնեն էլի լավ էր, Սաղել բայց Մանեն, պամոյմու չէ։ Մոդիլյանին էր։ Մոդիլյանին սարսափելի աղքատ էր։ Լավ, հիմա դրա մասին չեմ ասում։ Ուրեմն Էան այդ մտքերս բան արեցիր։ Տեոն էր իրան ամբողջ կյանք պահում, սիրում էր շատ։ Հետո այդ Վան Գոգից հետո գժանոց ընկավ եւ այլն։ Հա, շուտ էլ մահացավ հետո։ Հետո մի խոսքով մի քիչ ինչ-որ վիճակը լավացավ, բան։ Ու մեկ էլ լուր ստացավ, որ Տեոն ամուսնացել է։ Տեոն գրեց իրան։ Ու տեղ ինքը մի անգամից պատկերացրեց, ինչ ծանր բեռ է ինքը Տեոյի ուսերին, էլի։ Դե կնոջը պետք է պահի, հետո երեխա պետք է անել բան։ Հետո նամակ եկավ, որ տղա ենք ունեցել, անունը դրել ենք Վինսենտ։ Ու ես հույս ունեմ, որ ինքը քո նման բարի ու ցելեուստրիմլյոնի ոնց է, նպատակասլաց մարդ կմեծանա։ Այդտեղ ինքը վաբշե արդեն այն դոկտոր Գաշեի մոտ էր, այն բժիշկի մոտ էր տարե եղբայրը։ Նրա հետ ապրում էր ուղղակի, նա բժիշկ էր, որ գժանոցում չլինի։
Ոչ այդ մտքերից հրացան է վերակալում ու ինքը իրան խփում է, որ եղբորը դեռ չլինի էլ ինքը։ Պատճառը դա է, հա։ Հա, պատճառը դա է։ Սրտին է խփում, բայց ինչ որ ցածր է կպնում։ Մի խոսքով հիվանդանոց են տանում բան ու ասում են արդեն ոնց որ թե կփրկվի, մեկ էլ մահանում է։ Չեմ հիշում ինչից էր, հա, արյան վարակում է ստանում։ Ու մահանում է։ Մահանում է իրանից կես տարի հետո Տեոնը մահանում, ոնց որ դու ասեցիր։ Հա։ Ու ինչն է հետաքրքիր։ Պաստորեն ինքը իրան խփեց, որ բեր չլինի, չէ։ Տեոն մահանում է, կինը ու փոքր երեխան մնում են լրիվ առանց փող, պատկերացնում ես։ Աներանելի թվում է թե վիճակ էլի։ Մեկ էլ Վան Գոգի մահից հետո ուժեղ հետաքրքրություն է սկսվում իր նկարների նկատմամբ։ Իսկ նկարները սաղ Տեոն է առել վախտին էլի։ Նո մեծ մասը իհարկե, սաղ չէ։ Բայց ասենք կինը ապահովվեց էլի արդեն։ ու կինը ապահովելը քիչ է։ Կինը շատ բուրըն բանը սկսեց գործունեություն նկարները ցուցահանդեսներում տարավ մասնակցեցին, հետո բոլոր նամակները բանարեց, տպագրեցին, մի խոսքով լավ փողեր աշխատեց, աստորեն ինչ է ստացվում, որ Վան Գոգը Այս անգամ ինքը ապահովեց Տեոյի ընտանիքը։ Այո, Տեոյի ընտանիքին ինքը պահեց այս անգամ։ Այսինքն պարտ կտվեց լրիվ։ Այդպես հետաքրքիր պատմություն էր։ Փողերը ոնց են գնում, գալի, պտտվում, ճակատագրեր։ Ջրի նման Արմինջը։ Երեք դու ասեցիր, չէ՞ ինչ-որ մի բանի վրա։ Գալիս է, հետո գնում է, հետո նորից է գալիս։ Ասում են ինչքան շատ ծախսում ես, այնքան շատ գալիս է։ Առատ, ինչքան առատ ես, այնքան գալիս է, ինչքան սկուպոյ ոնց է, ժլատ ես։ Տենց են ասում։ Դե ասում են, բայց ես հիշում եմ Այն մեր բժիշկի ասածը, որ դաժե բան յոդինոլի կառուպկան չի կարելի գցել։ Հա, ասած դուք Դուք շատ երբեք չեք Արստանը։ Այ Էդ էլ կա։ Կյանքը դրանով է, որ ամեն խոսք իր ճիշտը ունի։ Անպատասխան խոսք չի մնում կյանքում։ Այդ նոր տարում իմիջիալից տենց շատ մեքենա չի լինում, ինչքան կարելի է սպասել։ Լավան այդ ես անջատեմ ես Ուղղակի խմած են ելնում, այդ գիշեր գայշնիկները չեն տուգանում, ժողովուրդն էլ սանձարձակում է, վում է։ Անգամ փոց, տեղ չավ կանգնելը, այստեղ կանգնում է շտրաֆ են։ Հա։ Անգամ կանգնել է, կզորը վարկեցին։ Լույսերը վառեցին, դելով եստեղ մի տեղ կանգնեմ, հա։ Այստեղ չես տեղավորվի։ Չէ, անայջան չեմ տեղավորվի։ Եթե ես քեզ օգնեմ։ Քո օգնելուց մեքենան չի փոքրանա։ Անցանք գիտես լավաշը։ Եսա։ Հա, ես իջնեմ այդ վաղտից։ Վերջապես կանգնեցի, բայց վերև են Իգիթյանի կենտրոնի մոտ։ Գնամ Անայդ արդեն վերցրել է այդ բուժինինան լավաշում սպասում է։ Բայց այդ ծանրությունը ոնց եմ քաշ տալու մինչև ընդեղ չգիտեմ։ Մոտիկ տեղ չեղավ ոչ մի։ Լավ գնանք։
Այսօր էլ սենց եղավ։ Հետ գալուց իհարկե նկարել չեմ կարա։ Այսօր ինչ օր է, հա, ասենք էլ օրը ինչ կապ ունի։ 29-ն է, էլ երևի չեն աշխատում, չէ։ Ահա, ասա։ Թումանյան անցանք, Աբովյանով իջնենք։ Ձունը լավ գալիս է։ Հա։ Այստեղ թաց ձուն է, բայց մասիվում կարա լավ նստի։ Դե մինուս է բոլոր դեպքերում, ստեղ էլ է երևի նստում։ Ուղղակի որ քշում եմ։ Բացում ու լսենք, բայց ցուրտ է։ Ինը տոնածառը դերել է դոմիկներով։ Հա, այդ դոմիկները, էլի բանա լինելու, տոնավաճառ։ Ինչ-որ քար խցանում է։ Հա, ոչ մեքենան հեռում նայում եմ ես, չի շարժվում։ Հա, փակել են փողոց ինչ-որ միտեղ։ Դժվար, բայց եթե փակեին կթեքվեին, չէ՞, միտեղ։ Այդ կանաչները իրար հետևից փոխվում է, ոչ մի շարժում չկա։ Բարի թեքվենք ես հին երևանցիով Պուշկին թեքվեցինք հիմա։ Այս ինչ հանգիստ փողոց էր միրախտեց Պուշկինը։ Դե ֆուտբոլ էի խաղում փողոցում։ Այդ ասա։ Այս էլ մտանք հին երևանցի, ստեղ էլ մեզ չէին սպասում։ Առանձնապես մեր սիրած Վենան։ Դա չթքենք ամեն ինչ վրա գնանք Վենա հաց ուտենք անայդ։ Սոված ես։ Չի խանգարի մոտ ուտելը։ Ստել կանգնելու տեղ են տղը։ Դե գնանք եթե կանգնելու տեղ լինի։ Հեսա մեկ, երկու։ Հա։ Դու ասա Վենան տեղ լինի։ Հին երևանցի, ընդեղ հյուսիսայինը, ստեղ Այսիպիսի գները, լավ ես մեկա դուս եմ գալու ծախելու, մի հատ կնայեմ նոր տարուն ինչ ալնում գների հետ։ Սաղ ազատ անայդ։ Բարև ձեզ։ Որտեղ ենք նստում, ինչ եք։ Հա, որտեղ ցանկանանք։ Այդ վաղտ Անայդին առաջ թողենք։ Անայդ ընտրի։ تاریخ دریا گفتی برو چکش کن نه اسمسی هم نیومد
Աշխատանքային օրեր, հանգստյան օրեր, հա? Չհասկացա, հանգստյան օրերը ավելի էժան, հա? Ուտելքիլը, խիվոր 48,000, 39,000 1-2 հոգու համար դե շատ կենտրոն տեղ, հա? Երևի Եվրոպայի հետ համեմատած իհարկե առայժմ լավ էժան է։ Բայց ոնց է շվեկել է։ Հա, ասենք պետք է ծխեի։ Ով կմտածեր, որ ընկնելու են փողոցները, չէ՞։ Ինչ անեմ։ Հատ շուրջ տամ մի կռուկ։ Բայց այս GoPro-ն մութ տեղը խեղճանում էր, չէ՞։ Լավ մի քիչ դանդաղ կգնամ։ Այմորտես բարակ վիշնյովի գույնի բալագույն գծեր են։ Ճիշտ եմ ասում։ Հայերեն բալագույն է պետք ասել։ Որ գաք թաց եղանակին մանգակը զգուշ եղեք, դրանց վրա մի կանգնեք։ Պալիրովկա արած են։ Սոտ ատալի ինձ կանգնում ես վրան։ Հա, ես աստեղից պետք է գնամ հետ։ Մտան որոշել էինք են յարմարկան գնանք, են 2750 շատրվանների մոտ։ Հա, ես փոքր էր պտույտս, ծխախոտս նույնիսկ չպրծա հլը։ Հələ այդտեղ չենք ասել, չէ, որ փողոցում մենակ հատուկ տեղեր թույլ տան ծխել։ Այն երկինքն է, եմ արդեն դեղ սպիտակավունը։ Անկապ դալանա դարը, չէ։ Արդիկ։ Հա, բայց իրանք ուրիշ բան նկատի ունեցին։ Հա։ Այ Փարիզում լիքը սենց տեղեր է։ Լիքը։
Հələ պարզենք, էդ ինչ է, վաճառքի համար են նկարները։ Բարև ձեզ։ Ես մի հատ հարց ունեի։ Նկարները վաճառքի են, հա? Հա, էդ է ուզում իմանալ։ Եվ, շնորհակալություն։ Փաստորեն գալերեա է, հա, ձեր մոտ։ Ու ձեռի հետ սուրճ եք տալի։ Մինչև մտածեմ ինչ են առնում։ Եղավ, տղեկ ջան, շնորհակալություն։ Ձեր գործերին էլ հաջողություն։ Այո, ուրախ տարի։ Ձեզ էլ։ Նոր եք չէ բացվել։ Ինչքան։ Մի քանի օր նույնիսկ։ Հա, եղավ։ Դեռ կհանդիպենք։ Հա, մի քանի օր է փաստորեն։ Տենում եք։ Փարիզից հետ չենք ընկնում։ Գոնե լավ գնա էլի գործերը, չէ՞։ Որ լավ գնաս, հենց տեղերը կշատանան մեր քաղաքում։ Ես էլ Վիեննան։ Ես էլ Իբիսա։ Մի հատ էստեղ կլինի։ Ահռելի հյուրանոց։ Սենց էլ ապրում ենք։ Պատվերը պարզալը չի եղել, բայց ես գնամ։ Հին Երևանցի փողոց։ Դե մյուս ծխելուց էլ Աբովյան դուրս կգանք, չէ՞։ Այսինքն մեքենան որդ է, հա, մեքենան ստեղ է, այ մարդ։ Ինձ թվաց էլ Աբովյանի վրա է մեքենան։ Ես էլ մեր Կամոյի փողոց էր, լավ ես մյուս ծխելուց։ Լավ, պատվերը չեն բերել, բարև ձեզ Արմեն։ Ես չեմ կարող շվեդեն պլացը գտնեմ այստեղ։ Ուժս, հեսա սաղ անջատեմ նստեմ իրար հետ գտնենք։ Ես պապա всё бросит, займется этим։ Вот папа сейчас всё бросит։ Եթե չգիտեք, այդ այնտեղ մեկա չեմ պատմի։ Դատես գեղեցկությունը առանձին նկարեմ։ Ես ինչ էր անել, դու գիտես սա։ Սոսներ է, ես կետչուպը, ես էլ նենց մայոնեզով ու երևի սմիտանայով սոսը։ Հաց ինչ են անել։ Հաց չենք ուտում, ես սաղ տանում ենք տուն։ Լավ էլի վերջացնում։ Հացունի հետ գիտես ինչ լավ։ Սոյությունը։ Դե գնացինք։ Էդ ինք ենացնես խմում։ Արի մատ խպենք էլի։ Կոնյակ է մեջ։ Ինդել ողի ալարի։ Ես պալեչա։ Անեք, ես հասկացա։ Սաբանա։ Կարտոֆիլ գյուղական ձևով։ Կարտոֆիլ գյուղական ձևով։ Ես հասկացա ինչ են սև անուն ձեռնոցները։ Շատ անդուրա չէ։ Անայիտ է հրաժարվեց, ասեց ես սպիտակ։ Ավելի լավ է ես լվացնեմ, կամ թե այդ սև ձեռնոցը ախոժակ է փճած։ Իսկ գիտես խեն սև արել։ Ինչու՞։ Որտեվ գողերը մի հատ շատ մեծ պարտիա էին պատվիրել, իրանց հարմար է էլի մութ տեղը որ Չերևան, սպիտակը մութ տեղը երևում է։ Եվ մարդասպանները։ Մարդասպաներ, հա, ճիշտ ես, հետ է լադիլ խոր, դեդավ։ Ես էլ մեր հաշիվը, վիենական խոզի մատես, հետաքրյա չէ։
Խոզը վենացի է պաշտորենը, տոստի հաց 500 դրամ, կոկա-կոլա, տեսնես ինչու, թերմուկ, ջերմուկ ներողություն, ընդամենը 6300, էլ նայեք ինչ լավ գին է ժողովուրդ, վրայից 600 ավելացնում է, այս ավելացնում է 7000, 8000, մենք վճարեցինք ընդամենը, շատ համով կերանք, ժողովուրդն էլ ահագին շատացավ, դե համեմատաբար նենց ինչ-որ լուրջ չէ։ Պանոսի մեքենաներին շատացին են, չէ։ Վեգնացինք։ Ուր։ Հանգալու, հա։ Մենք սենց չէինք ուզում գնայինք է, անայդ։ Բա ոնց Արմինջը։ Մենք որոշել էինք այս սենց։ Դեստեղ ոնց Եկանք։ արյանցնենք ուրեմն են միս կողմը։ Եկանք մեքենայի մոտ, Վենան դերից պետքա դեստեղ մայթը հարմար էր, էլի անցնելը։ որտեղ։ Այստեղից։ Ցածր է, էլի այստեղ։ Հա, բայց ուր ենք անցնում, գնանք Աբովյան, հետո հին Երևանցիով կգանք։ Դու Աբովյան ես։ Հա։ Բայց ես զոնտիկը իզոր հանեցի զոնտիկը, անայդ ոչ մի բան չի Չէ տալի։ Արմեն, գալիս է, լույսի վրա որ նայում ես, խփում է։ Դե դու կամերայի համար ես վերցրել։ Որ կամերա, տես նայի լույսին, Արմեն։ Հա, գալիս է։ Ու շուտ էլ հալում է, քանի որ Նորից անձրևանման է։ Ես խես ստայանշիկները անգործ մնացին։ Ես են մեր ստայանշիկներ է տղա։ Հա, բայց մեկը գալիս են։ Բայց ռեակցիա չտվեց, դրա համար ես էլ չէ։ Ռեակցիա չտվեցի։ Դե խոսում էր։ Ես կանգնած եմ, բայց սաղ կարմիր գծեր է գծած։ Դե կամոյով գնանք։ Կամոյով, թե լալայանցով։ Հա, լալայանց ճիշտ է։ Դե սկզբից կամո էր, հետո լալայանց։ Ես սիգարետն է վերանիս մեջ։ Վերցնեմ, գցեմ։ Չէ, որ կծես նոր եմ կպցրել։ Դե լավ, դու էլ նենց ես ափսոսում սիգարետը։ Вообще վերջերս շատ ես սկսել չէ սիգարետի։ Ու ես ինչ վատա չէ, սոտա տալիս։ Զգուշ գնան այդ։ Ես էլ փագվեց, ձունը եկավ վրան։ Ծանոթ երաշտություն։ Թե մեր երեխեքը շատ կներես, ոչ մեկը տենց չէ լացում։ Մի նոտայի վրա։ Այո, Հա, ճիշտ է, Ալիսան օրինակ շոփեն էր միշտ բանանում։ ոչ մեկն է չէր լացում, մեր երեխեքը կապրիզնի չէ։ Ապրիզնավի անայդ հայրեն խոսա էլի։ Էդ ինչ խաշատ է։ Բայց տեսար մենք Ինչ։ որոշել էինք լավ ոնց որ թե իսկականից գցեմ սիգարետս։ Ուր էինք որոշել։ Մի րոպե գցեմ սիգարետը։ Տոնավաճառ։ Տնավաճառ։ Այո։ Ինչի ասեցի։ Ոստիկը շատ ավելի։ Մի հատ անեկդոտ հիշեցի, հին։ Գիտես անեկդոտների մեջ կան իմաստուն անեկդոտներ, ուղղակի այնքան իմաստուն, որ
Չես հասկանում դրա ինչն է անեկդոտ։ Ես դարել է հռոմը։ Հիշում ես ինչ շուխուր է։ Իրանց ուրիշ երաժշտություն է։ Հա, բայց շուխուր է էլի։ Հա, շուխուրը այո։ Բարձր շատ։ Շատ բարձր։ Ես էլ մեր սպալնվին, հեյգիդի, Այո։ բայց ես սերով լի սպալնյան, որ վաճառք է գնում, զգում են գոնա, ինչքան սեր է ատեղ դրած։ Հատ չմտնենք հարցնենք, ձեր գործերը պտի որ անտիր ելնի։ Ներքև չենք իջնում։ Ուր ներքև։ Ես Չէ, չէ։ չէ, գնանք Ես սենց մտածում եմ սենց իջնենք, մինչև հյուսիսային ու հետո հետ կգանք։ Դες դուխով Հյուսիսային։ պլանները, հա։ Դե ինչա, բայ հանգստացանք, տաքացանք, Մի քիչ գործ անենք։ Զբոսնենք։ Ուրեմն անեկդոտը սենց է։ Ասում է Աստվածը ամեն մեկին խնդիրներ է ուղարկում ըստ իր հնարավորությունների։ Հասկանում ես։ Այո։ Եթե ասում է այդ խնդրեմը, որը դուք չկարացաք լուծեք, այդ ուրեմն ձեր Ձերը խնդրեմ չէ։ Հիմա այսօրվա այդ մեր յարմարքան էր։ Այդ մերը չէր այսօր անայդ։ Դրա համար էլ չլուծվեց։ Ես էլ մեր բանկա փլավի։ Մահացած բակը։ Անայդ այնքան հարազատ լավ մարդիկ են կորցրել բակի եղածն ինչա։ Դե բակի հետ այդ մարդիկ են կապված, չէ։ Այո։ Քչքչում են իրանց լեզվով, ավելի թողացնեն։ Թող քչքչանելի է։ Դե քեզ խանգարում էին, աղմուկ էր։ Հա։ Քչքչոցը ոնց կարա խանգարի անել։ Իմիջալուց հավերը, որ սենց սկսում են քչքչալ, չէ։ Կուդախ։ Այդ ձուացելուց առաջ է, թե։ Չգիտեմ Արմեն ջան, ես հավ չեմ եղել երբեք, որ իմանամ։ Չէ, հավը չի։ Ոչ էլ հավ եմ Ավին պահել։ ճանաչելու համար։ Հիմա կեշային լավ ուսումնասիրել ես, դու կեշա չես։ Չէ։ Դե գոնե կեշային պահել եմ, իսկ սենց ոչ եղել ենք, ոչ պահել ենք։ Իմիջալուց Սևիլը գրել էր Ինակենցի։ Ինակենցին այդ կեշան, հա։ Երևի։ Բա ես իրան կեշավա եմ ասում։ Դե իմ ամեն ինչի կարելի ասել։ Կեշավան գիտես ո՞ր է։ Չէ, չգիտեմ։ Ոնց կեշավը ինչ է ճանաչում։ Չէ։ Ով է որ։ Հնդիկների Կրիշնան է։ Հա, չգիտեի Արմեն։ Կներես տգետության համար, բայց չգիտեի։ Այդ կոմո դվայնոյ տգիտություն է։ Հիմա բացատրեմ ինչի։ Որտեվ կեշավը գիտես ինչ է նշանակում։ Սպասի Կրիշնան չի իրանց գլխավոր բանը, Աստվածը։ Աստվածը։ Դե ով է Դե հասկանում ես անայդ։ պետք Կրիշնա գիտեի, Բարդ, բայց Կեշավա չգիտեի։ Հա, կեշավը է։ Իրան կեշավը են ասում։ Ու հիմա բացատրեմ ինչի է կոմո դվայնոյ։ Չիմանալը։ Որտեվ կեշավայի թարգմանությունը, Այո։ գիտես ոնց է։ Չէ։ Խուճուճ։ Վայ։ Քուչիրյավնի։ Ես կարելի է Կեշավա ասել։ Բա իհարկե արդեն շուխուրը դրել եմ ընկերներիս մեջ, ասեցի վсё, ինձ սրանից հետո կեշավա եք ասում։ Սաղ մի րոպե քարացան, զգացին, որ շատ լուրջ։
Զգուշերը ոտքերի տակ նայես, Կրիշնան լուրջ մարդ է եղել։ Հարի որ ման են գալի։ Միած սիրածս պատմությունը պատմեմ Կրիշնայից։ Դա ինչ լավ է, տես տոնածառա, ձմեր պապի չի։ Նոր տեսա, նոր։ Չէ, նոր կադերի մեջ գցեցի։ Դե որ գցում ես կադերի մեջ, պետք է ձև անես, ոնց որ հենց նոր տեսար։ Վայ, ես։ Բուրգեր քինգը բացեցի։ Սա փակ էր երկար ժամանակ։ Ահ, փակ էր, ես էլ ասում եմ ինչ եմ զարմանում որ տենում Որ եմ։ երեխեքը ինչ-որ սիրում էին ստեղ։ Արմենին բերեցինք ստեղ երանելության մեջ էր ջահել տարիներին։ Ուրեմն Կրիշնան դե Աստված էր իր գործերով դուրս էր գալի առավոտը, երեկոյան գալիս էր տուն։ Գալիս է տուն կինը սաղ ուտելիքը բանը դրել է, համով հեսա պետք է նստի ուտի։ Նստում է։ Եվ Մեկ էլ կթալը բանը քչում է վերականում ու վազում է դեպի դուռը։ Կինը ասում է, այ մարդ է սուր։ Մեկ էլ սենց մի ակնթար դրան մոտ կանգնում է ու նորից հետա գալի նստում է սկսում է ուտել։ Կինը ասում է, ինչ եղավ։ Վազեցիր, հետ վազեցիր։ Ասում է, գիտես ինչ է։ Ուրեմն ինձ շատ սիրողներից մեկին ասում է, ինչ որ գյուղում թե որտեղ կանգնասրել էին ու քարերով պատրաստվում էին խփեին իրան, էլի։ Ինքն էլ sense խեղճ կանգնած ու ինձ էր կանչում։ Կրիշնա, Կրիշնա։ Ես ասում եմ, ոնց կարա իրան մենակ թողայ։ Թողնեի։ Ասում եմ, բա հետ է կարդ գնայր։ Ասում եմ, գիտես ինքը կռացավ ու քարվ եկալավ մի հատ։ Աչքից ընկավ։ Չէ, աչքից չընկավ։ Ուղղակի այդ մարդը արդեն հույսը Կրիշնայից հանեց իրա վրա վրսրեց։ Դե դժվար է ասել, քար վերցնելուց արդեն կարող է հավատը, հա։ այ չէ, նո։ Դե լավ, թող մերոն կանոնակը իրա իմացածով հասկանա։ Այսնից մի հատ էլ կա է։ Վերցնելուց ինքը արդեն ինձ սիրած բանը, պերսոնաժը չի էլի դառնում, այլ ագրեսիվ է դառնում։ Կարծում ես։ Ես տենց եմ ենթադրում, այո։ Կարող է վաշետը։ Որտեղ մի հատ էլ պատմություն կա, մի հատ փոքր երեխա է, ամեն օր անտառով պետք է գնա դպրոց, ու մամային ասում է, ես վախենում եմ այդ։ Չէ, այն կողմից գնանք։ Ճանապարհը ասում է։ Հա։ Տենց ոտքով։ Ասում է, իզուր ես վախենում։ Դու ունես մի հատ մեծ եղբայր, որը երկնքում է։ Ոյ։ Ես չեղավ։ Իր անունը ես ինչ խայտարակ բան եղավ այդ, հələ մի հատ ուղի։ Լուրջ, բա ես ինչ եմ տանջվում այսքան։ Սպասի, ես էլ փագեմ այդ վաղտ։ Մի րոպե հայր, անջատեմ փագեմ։ Ահա, կարգին 2 ձեռով քշեմ, այ մարդ թե չէ։ Մի ձեռանի։ Բայց սառում է ձեռքերդ։ Հա, այսօր ուզում էի ձեռնոցը վերցնել, հետո մոռացա, գիտես։ Հա, ասում է, եղբայր ունես մեծ երկնքում։ Անունը Կրիշնա է։ Հենց որ վախենաս, իրան կանչի ու ինքը քեզ ուշ կտա, էլի։ Ուրեմն այդ երեխան գնում է մյուս օրը անտառով ու կանչում է Կրիշնա, Կրիշնա, արի։ Գալիս է, լսի։ Ու այդ պատմողը ասում է, դուք պատկերացնում եք աշխարհի տերը սաղ գործերը գցում է Գալիս է այդ երեխու կանչով։ ու գալիս է ձեռքը բռնում է երեխային, անտառով հետը գնում է մինչև դպրոց։ Դասատուին էլ ասում է, այս երեխուն լավ կնայես, օրագիրը, ինգեր կդնես։ Դվոյկեք չստանաս։
Չլնեմ չիմանամ երեխան երկու դնես։ Ոնց որ մեր Իգորը այսօր կարդացի, Չէ, ինչ ասում։ դե որ սանկեք էր, ասում եմ սանկա կամ դահուկ չէի, դահուկ ալուժա, Էդի է գրել չեմ կարդացի։ դու Քանի հատ ինչ կարդացի։ ու բանա, ես կամ ոտքի վրա էի, սառույցի վրա քշում, ոտքերով, Հա։ կամ էլ ասում եմ պայուսակը դպրոցական, մեջը օրագիր, լիքը երկուսներով օրագիրս։ Այդ երկուսներով գիտես ոնց է սղում։ Ամենալավն է Դե բայց երկուսներով։ ինքը պայուսակի վրա էր սղում, ոչ թե Դե օրագիր։ օրագիրը մեջնա բոլը արդեն հոյակապ սղում է։ Ես այլ որ օրը երկուս էի ստանում, անենց լավ էր սղում այդ օրը պայուսակ։ Իսկ տունը նենց լավ քեզ գովում էի, Ինչի համար։ երկուսի։ Իգերին բաճը շատ շնորհակալ եմ միջայլոց։ Մի կոմենտի մեջ սկսեց նկարագրել այդ կինո Մոսկվայի դահլիճները, բանը ասի դե լավ էլի Իգեր սաղս։ գրել այն։ Մեկ էլ ոնց դրա տակ։ Չէ, կողքն են գրել կները։ Իգոր։ Մեկ էլ գիտես ինչ գրեց։ Ներքևի դահլիճները մեկը կոչվում էր փոքր դահլիճ, մեկը խրոնիկա։ Քրոնիկայի դա։ Այ մարդ ես էլ չէի հիշում, անենց ուրախած։ էի։ Վայ, բախի չէի ասում։ Էն էլ դու կողքը ապրելով չէի հիշում։ Անունն էի մոռացել, դահլիճը պարզա հիշում էի։ Իմիջալոց Վարաժենովին հոյակապ ֆիլմ է, Չենի Զաբույտых предков։ Ներքևն ես նայել։ Այ հենց այդ դահլիճում եմ նայել։ Իսկ հետո այդ դահլիճը Շատ դարձրեցին ինչ որ տպավորություն։ ուժասների դահլիճ, հիշում ես, մի անգամ գնացինք։ Հա, բայց այն բաներ ինչ որ 7D էր, ես իմ ինչ Հա, էր, չէ՞։ հա։ Մանին գալի շարքերով, Հա, ինքը մահացածները։ տուպոյ բաներ բան չեմ հիշում, Շատ ճիշտ վատն է, ասած։ շատ։ Տենց Անայ ջան։ Իսկ մի հատ հարց։ Խնդրեմ։ Կրիշնայի կնոջանունը ո՞նց էր։ Վայ, ես ինչ ասեցիր։ Ա, Հա, ճիշտ է։ Սիտա։ Սիտա էր կնոջ անունը։ Ես օրինակ չեմ հիշում, բայց ինչ որ հնչյունով այդ ձևի չէր, գիտես այդ ձևի չէր հնչում ոնց որ։ Էլ մի հազիվ հիշել եմ անայդ, մի քիչ օին խաղազ գլխիս կասեմ Դե ես հիշեցի սիտա։ Սիտա։ Սիտա էր ու Էն որ 7 ձեռ ուներ, այդ 7 զույգ ձեռք ուներ, այդ ու գիշեր։ Չէ, այմար Սիտան նորմալ գեղեցիկ կին էր, ինչ 7 ձեռ։ Իսկ այն 7 զույգ Անճաշակ բաներ ձեռքով ես ասում անայդ։ ով էր Արմեն։ Ես իմ կամա էր, ես իմ ինչ էր, չգիտեմ։ Կալի, Պետք է կալին էր ոնց որ։ մեր հանդիկավեդին հարցնել։ Հանդիկավետին ամոչի տենց ստից հարցերով դիմեն կան այդ։ Դե հիմա բոլորը հոչին իմանում։ Իմիջալոց մի անգամ, բայց շուտ էր, երևի մի 10 տարի առաջ էր։ Մի հատ մուլտ էր այդ Սիտայի ու Կրիշնայի սիրո մասին։ Վայ, այնքան սիրուն ցենտր մուլտ էր անայդ, հավատալը չէր գա։ Կարծեմ հնդկական էր, շատ լավն էր։ Շատ հաճույքով Այդ նայեցի։ հնդկական նկարներն էլ շատ սիրուն են, այնց վառ գույներով։ Չէ, վաշե կլասա։ Մենք գիրք ունենք, չէ՞ մի հատ շատ լավ տուն։ Հա, Շատ զիլա։ Ընդհանրապես այդ հնդկական, ճապոնական ու իհարկե չինական այդ նկարները հոյակապ են։ Գիտես, չէ, Վան Գոգը խփնված էր այդ բանի վրա։ հա։ Մենք Ճապոնական դուսեկանք է։ բաց փողոց, գիտես Արմեն ջան։ Այս մայթով պետք է գնայինք, արի հետ գնանք։ Այստեղ սա մեքենաներն են քշում փողոցն են եղա։ Ընդ որում այսօր արդեն խոսացինք Վան Գոգի մասին։ Հա։ Այդ Տեոյի մոտ որ տղա ծնվեց, այ մարդ սաղը տեղից էլ սկսվեց Վան Գոգի պատմությունը։ Ու ես մոռացա։ Արի։ Այդ բանը թելը կորցրեցի էլի։ Հա։ Դե դու այնքան հարցեր կողքից տվեցիր, ընդ թել կմնար։ Կանատ էր պետք ոչ թե թել։ Հիշում ես այդ ռեստորաներից մեկում, որ նուշ ասեցինք, չէ՞,
նուշ էր արջևում, Հա, Պալմա հոթելում, Պալմա հոթելում, այ ռեստորան։ Տեոն որ տղա ունեցավ, Այո։ Վան Գոգը այդ տղային նվեր նկարեց, գիտես ոնց է կոչվում, Չէ։ Ցվիտուշի մինդալ, Օ, անես զիլ նկարը հանայդ, մենակ ճյուղերն են, հետևը վանա երկնագույն երկինքն է, սպասի, այդ հայտնի այդ վետկան իա։ Այդ Վետկա չի, մինդալա։ հա լիքը վետկեք են, լիքը, Հա, ու դե իր ամենահայտնի նկարներից այդ նկարն է, Բայց ես չգիտեմ որ դա մինդալա։ մինդալը, ու գիտես ինչի է մինդալ արել, Չէ։ նկարել, որտեվ մինդալը ամենաառաջինն է գարնանը ծաղկում ու բան էլի ծնունդի ոնց որ խորհրդանիշ է էլի Վերածնունդի եւ Չէ, ծնունդի։ այո դե երեխայի համար Այդ ծնունդի պահին ծնունդի, այո։ հա այդ դրա համար այդ նկարը նկարում է իմիջալոց են Սարմեն փողոցը որ կա են Հա։ Չիկանոցի դիմացի Հա, մայթից հա։ այդտեղ էր ես առաջի անգամ գարունը նոր էր սկսե այ մարդ մի հատ Հիշում եմ, հա, Հիշում հիշում ես? եմ ես այդ լրիվ խոսակցությունը։ ծաղկաց Սա գնացող եկողներին հարցրեցի բան, վերջը պարզեցի, որ նուշ է։ Իսկ Վան Գոգը շուտ վանից գիտեր։ Հետաքրքիր է որ ես այդ նկարը ես դաժե շարֆ ունեմ այդ նկարը բանով։ Հաստատ։ Հա, ինձ Մարգարիտան է նվիրել մեր։ Դե դու կապրես գարնանն ես սիմվել։ Շատ բաներ էլի, շատ ծանոթ նկար է ու միշտ սիրել եմ, բայց որ դա նուշա չեմ իմացել։ Իսկ որ Տեոյի տղային Չէ, անավիրել։ դա էլ չգիտեի։ Բան չգիտես, անա այդ։ Հա, բան չգիտեմ։ Միջև երեք չառաջոր ես էլ չգիտեի։ Այդ լավ է, չէ՞ որ մարդ հենց նոր իմանում է, հետո Իրան գիտունիկի տեղա դնում։ Ուրիշին նենց գնանքով վերաբերվում է, որ չգիտի էլի։ Հələ հաշվի չի առնում, որ միշտ էլ եղել է ժամանակ, որ ախր ինքն էլ այդ նույն բանը չգիտեր էլի։ Վերջացրած են լուրջ պրոֆեսորներով։ Դրա համար երբ որ մարդ մի բան չգիտի, Այո։ երբեք չի կարելի ծիծաղալ։ Բայց ես գիտես ինչն եմ հիշում այդ նկարի, երկինքը ոչ թե երկնագույն էր, այլ փիրուզագույն էր։ Կարող է։ Դե գիտես այդ բան չենք այդքան մանգալի Եվրոպայով մեկ։ Այդ օրիգինալ տենալը լրիվ ուրիշ Հա, բան է։ դե հիշում ես։ Ոչ մի կապ չունի։ Օրսեից դուրս եկա, դու իհարկե բազեցիր ծխելու, իսկ ես մտա բան գիրք առնեմ։ Ես չարա գիրք, Հիշում եմ։ խայտարակություն էր այդ գրքի տպագրությունը։ Լավ հիաստափված դուրս Հա, եկար։ բայց երկրորդ անգամ առնեմ։ Հա, դե արդեն մոռացել էի մի քիչ։ Չէ, դե երկրորդ անգամ արդեն այդ Ոչմ առաջի տպավորությունը ամենաուժեղն է։ Դե վերջ Անայի ջան, հրաժեշտ տանք մերոնց։ Մարդու նկատմամբ էլ ես միշտ առաջի տպավորությունից եմ մարդու մասին։ Սուժու, ոնց է, սուդիցա человеки, ոնց է։ Դատել։ Դատում եմ, այո։ Իմ առաջի տպավորությունը երբեք ինձ չի խաբում։ Այդ սուդից հետաքրիր բան ասեցից, բայց ես մենակ ռուսերեն հասկացողների համար կլինի, հա, ասածս։ От слова суд։ Սուժած, երևի նույնն է, չէ։ Չէ։ Սուտ, սուժած, չէ, նույնը չէ։ Չէ։ Սուժած նեղացն է։ Դե դատարանն էլ ինչ անում, մարդու վիճակը մարդուն գցում է նեղ վիճակը էլի։ Լավ անջատել ստեղ։ Չէ, ընդեղից գնանք իչ։ Որտեղ, ընդեղ ինչքան գնում ես Որտեղից մենք բարձրանում։ բարձրացանք Արմեն ջան։ Ախ, այդքան գնանք, բայց ստեղ մի տեղ կար, ես հանգիստի չեմ։ Հնարավոր չի։ Այնտեղ ոնց էր հեշտ է, Անայդ։ Որտեղ Արմեն։ Այստեղ։ Չէ, լավ դու չես կարա, ինձ համար հեշտ էր ես։ Դե Իչա, եթե դու անջատես ու ձեռքդ տաս, ես կիջնեմ, այո։ անջատեմ Անայդ ջան։ Անայդ, ես վենայի վրա կակաշներ են նկարած, հա, այս լույսերը։
Չէ, բաները, лампы настольные. Да? Да, В виде какачев? нет, не какачев, а в виде настоящих настольных, старые лампы, торшеры, вот, կարասենց. Հասկացա, լամպան, ցանկացած լամպան կարա կակաչի տեսքով սարքած լինի։ Դա ինչ Չէ, է կակաչի խանգարում։ տեսք չէր, Լեոնարդոյի մոտ էլ կարար տենց լամպա ալներ։ Եթե գիտես կակաչները ավելի շատ կալակուլչիկի ինչ տեսք։ մարդկությունը կա։ Ինձ թվում է չէ։ Կակաչները սենց բաց տերևներով բան չէ։ Իսկ ռասուշ ուզում ես անպայման ծաղկի հետ համեմատես, ուրեմն կալակուլչիկիներ ավելի։ Փակ էլի, բայց էլի չի ասի, որ նման է։ Հիմա Տերյանով գնանք։ Կարկապ ընկար այդ թեմայի վրա։ Պատահում է։ Տերյան փողոց։ Ոչ մի բան չենք մոռանա, հես այստեղ ձախից մի հատ հացի խանութ էր, այն մեծ դանակով հենց դախլի վրա դանակ էր։ Հացը կտրում էր այդ դանակով։ Այդ ես Սա չեմ Երևանում հիշում, այդ դանակներն էին, ինչ հետաքրքիր։ որովհետև ես երբեք այստեղից հաց չմառեմ։ Դες մեծ սեղան էր այդ հացի խանութում, այնտեղ տես կտրած տեղ կար այդ մեծ դանակներ։ Դնում էր sense խրտ կտրում էր։ Իսկ այն ցուցանակը կինոպիոների, բայց ես- ես վրա էր։ Արմեն ջան, բայց աջ կողմի վրա չէր, ձախ կողմի վրա էր։ Դե մանրունքներ։ Ոնց դե մանրունքն։ Հայր ջան, լավ մնաք։ Նայ։ Մենք կարանք այդ առանց զուզել։ Ինչքան լուստրաներ էին կախել, բանը, էս Անայդ մարախու Էնի ռոզը, ոնց որ Վիեննայի փողոցները նոր տարում, հիշում ես այդ լուստրաները։ Միշտ ամբողջ։ առողջ։ Կանցնենք այդտեղով կնկարենք։ Քրտանում է արագ։ Դրա համար ուզում եմ։ Եվ խաղաղ երկինք։ Ստեսություն ձեզ ժողովուրդ ջան։ Առողջություն եւ խաղաղություն։ Չնեղաց էր անջան։ Բայ չարից։ Տենց, հա։ Լավ մնաք ժողովուրդ ջան։ Ամեն ստից բանից մի նեղացեք։ Կոպիտ չլինեք ժողովուրդ ջան։ Զսիրեք։ Անտակտ չլինեք։ Զմիմի հանց։ Ինչ ես թարսվեր ես նայ։ Пока. Пока.